20 տարեկանում տնից վռնդվելուց հետո նա $1 գնեց լքված մատուռ։ Այն, ինչ նա գտավ խորանի հետում, ցնցեց բոլորին։ Լենա Սորոկինան չէր հավատում Աստծուն այն օրը, երբ գնեց մատուռը։ Գուցե կարող է սա անմիջապես ասել, որպեսզի ոչ ոք այս պատմությունը չշփոթի հրաշքի հետ։ Դա հրաշք չէր։ Դա հուսահատություն էր, համառություն, այնպիսի բախտ, որը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ սպառել ես մյուս բոլոր տարբերակները, տիեզերքը, մաքուր պատահականությամբ կամ ուժասպառությամբ, որոշում է դուռը կիսաբաց թողնել։ Դուռը, այս դեպքում, պատրաստված էր ամուր փայտից, որը կերել էին տերմիտները, կենտրոնում գամված էր կոր երկաթե խաչ այնքան ժանգոտած կողպեկ, որ ավելի շատ զարդարանքի էր նման, քան անվտանգության ապահովման միջոցի։ Բայց դրան առաջ, մատուռի առաջ, խորանի առաջ, դրա հետում գտնվող ամեն ինչի առաջ սկիզբն էր։ Եվ Լենայի սկիզբը գեղեցիկ չէր։ Նա մեծացել է Ստարայա Ռուսայում, Նովգորոդի մարզի մի փոքրիկ քաղաքում, որը մի ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, իսկ այժմ հիմնականում հայտնի էր ոչնչով հայտնի չլինելով։ Այնպիսի վայրեր, որտեղ ձմեռը տում է ավելի երկար, քան համբերությունը, որտեղ փողոցներում ավելի շատ փոսեր կան, քան ասֆալտ, որտեղ մարդիկ մնում են ոչ թե որովհետև ուզում են, այլ որովհետև հեռանալը պահանջում է մի տեսակ էներգիա, որը կարծես, քաղաքն ինքն է սպառում։ Լենայի մայրը Ռայսան աշխատում էր որպես մաքրուհի ճանապարհեզրի հյուրանոցում, որը սպասարկում էր բեռնատարների վարորդներին մոլորված ճանապարհորդներին։ Նրա հայրը Գենադին աշխատում էր, երբ ուզում էր, խմում էր, երբ կարողանում էր, խմում էր։ Երբ անհրաժեշտություն էր զգում, Լենային տարիներ պահանջվեցին այդ վերջին մասը ճիշտ արտասանելու համար։ Երկար ժամանակ դա պարզապես հայրիկի ճանապարհն էր, հետո հայրիկի խնդիրը։ Միայն շատ ավելի ուշ նա կարողացավ ամբողջ բառն արտաբերել առանց կոկորդը սեղմվելու։ Բռնություն։ Գենադին ամեն օր չէր խփում։ Դա, որոշ առումով, ավելի պարզ կլիներ։ Դուք կստեղծեիք կանխատեսելի ռեժիմ, մի օրինաչափություն, որին պետք է պատրաստվել։ Դրա փոխարեն նա գործում էր անկանոն ցիկլերով։ Շաբաթներ շարունակ լարված լռություն, երբ ամբողջ տունը քայլում էր ձվի կճեպների վրա, որին հաջորդում էին հանկարծակի անհամաչափ պայթյուններ, որոնք առաջանում էին այնքան փոքր բաներից, որ ոչ ոք չէր կարողանում հիշել պատճառը հետագայում։ Սխալ տեղում դրված ուտեստ։ Պատասխան, այնպիսի տոնով, որը նա համարեց անտեղի։ Հայացք, որը կես վայրկյան ավելի տեց։ Լենան վաղուց սովորեց կարդալ օդը։ Լռության խիտ ձայնը, երբ հայրը ժամանեց։ Նրա քայլերի ծանրությունը։ Արագությունը, որով նա հանեց վերարկուն։ Յուրաքանչյուր մանրուք տեղեկատվության մի կտոր էր, յուրաքանչյուր տեղեկատվություն կարող էր տարբերություն նշանակել խաղաղ գիշերվա կոտրված ապակու գիշերվա միջ։ Ռայսան կլանեց դրա մեծ մասը։ Դա տան չարտահայտված համաձայնությունն էր։ Մայրը կանգնած էր հոր դստեր միջ, ինչպես մարդկային շանթարքել, իսկ Լենան իր հերթին մնում էր փոքրիկ, լուռ, անտեսանելի։ Այն աշխատեց տարիներ շարունակ։ Այն աշխատեց, մինչ դադարեց աշխատելը։ Երբ Լենան 17 տարեկան դարձավ, Գենադին սկսեց ավելի շատ խմել, ավելի քիչ աշխատել։ Գործարանը, որտեղ նա կատարում էր տարբեր աշխատանքներ, փակվեց։ Ապահովագրությունը չէր ծածկում այդ ծախսերը։ Անկյունային բարը մնաց բաց։ Հավասարումը պարզ էր կործանարար։ 18 տարեկանում Ռայսան երկրորդ անգամ հոսպիտալացվեց։ Կողոսկրը կոտրված էր։ Պաշտոնական վարկածը աստիճաններից ընկնելն էր։ Նրան խնամող բուժքույրը նայեց Ռայսային, նայեց Լենային չեզոք ձայնով ասաց. Եթե նա կրկին ընկնի, կարող է չկարողանա վեր կենալ։ Լենան ուզում էր գոռալ։ Նա ուզում էր թափ տալ մորը։ Ես ուզում էի բռնել երկուսին էլ հեռանալ այդ տնից, այդ քաղաքից, այդ ամբողջ շրջապտույտից։ Բայց Ռայսան վերադարձավ տուն, վերադարձավ Գենադիի մոտ, վերադարձավ նույն տեղը, բազմոցի վրա, դստերն ասաց նույն արտահայտությունը, որը միշտ ասում էր։ Նա ավելի լավը կդառնա։ Նա չլավացավ։ Այն օրը, երբ Լենան դարձավ 20 տարեկան, տորտ չկար։ Ծննդյան շնորհավորանքներ չկային։ Սակայն կար միայն այն, որ Գենադին ցերեկը ժամը 3-ին հարբած եկավ, Լենային խոհանոցում թեյ պատրաստելիս գտավ, միայն իր հարբած տրամաբանության մեջ իմաստալից պատճառներով, որոշեց, որ դուստրը խառնվել էր իր իրերին։ Ո՞վ է քեզ թույլատրել բացել իմ ննջասենյակի դարակը։ Ես ոչ մի դարակ չբացեցի։ Դու ինձ ստախոս ես անվանում։ Ասում եմ, ես չեմ բացել։ Ապտակը լսվեց նախքան նա ավարտեց նախադասությունը։
Սա առաջին անգամը չէր, որ նա հարվածում էր նրան, բայց առաջին անգամն էր, որ նա դրանից հետո գլուխը չէր կախում։ Նա կանգնած էր այնտեղ, այտերը այրվում էին, աչքերը չոր, ուղիղ նրան նայելով։ Գենադին դստեր աչքերում տեսավ ինչ-որ բան, որն իրեն ավելի շատ էր անհանգստացնում, քան որը խոսք կարող էր ասել։ Նա տեսավ հնազանդության վերջը։ Եվ Գենադիի նման մարդիկ չեն կարող հանդուրժել հնազանդության վերջը։ Դուրս արի իմ տնից։ Գենադի, սիրուն, փորձեց Ռայսան, հայտնվելով դռան մեջ։ Լռիր, նա մատնացույց արեց Լենային։ Դու 1 ժամ ունես։ Վերցրու իրերդ ու գնա այստեղից։ Եթե չհեռանաս, ես կվերցնեմ դրանք։ Լենան նայեց մորը։ Ռայսան նայեց հատակին։ Այդ հատակին ուղված հայացքը վերջին բանն էր, որ Լենան տեսավ վեր բարձրանալուց, հագուստը հին ճամպրուկի մեջ դնելուց, փաստաթղթերը վերցնելուց, ներքիչնելուց մուտքի դռնից դուրս գալուց առաջ։ Գրկախառնություն չկար։ Հրաժեշտ չկար։ Դուռը փակվեց մնաց փակ։ Լենան քայլեց դեպի ավտոբուսի կայարան, ճամպրուկը դիպչելով ոտքին, նստեց նույն նստարանին, որտեղ այնքան շատ անգամ նստել էր, սպասելով ոչ մի տեղ չգնացող ավտոբուսի, մնաց այնտեղ մինչ մութն ընկնելը։ Հետո նա մի փոքր էլ մնաց։ Հետո նա քնեց, նստած ճամպրուկը ոտքերի արանքում, իսկ վերարկուն, կոճակները մինչ վիզը կապված։ Հաջորդ առավոտյան նրա գրպանում 87 ռուբլի կար, մաքուր հագուստի մի փոքր փոխանակում, ոչ մի ծրագիր, բացարձակ վստահություն, որ չի վերադառնա։ Առաջին մի քանի ամիսները իմպրովիզացիայի անընդհատ վարժություն էին։ Նա աշխատանքի անցավ որպես մաքրուհի քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ հյուրանոցում, նույն տեղում, որտեղ աշխատում էր նրա մայրը, ինչը հեգնական էր, ցավալի իմաստով։ Ղեկավարը, Ստեփան անունով գեր տղամարդը, թույլ տվեց նրան քնել հետի սենյակում, լրացուցիչ հերթափոխի դիմաց, առանց լրացուցիչ վարձատրության։ Դա օրինական չէր, արդար չէր, հարմարավետ չէր, բայց դա տանիք էր նրա գլխավերում։ Պահեստից ախտահանիչի հին անկողնային պարագաների հոտ էր գալիս։ Այնտեղ կար թարթող դեղին լամպ, բարակ ներքնակ, պալետների վրա, պատուհաններ չկային։ Լենան շաբաթական 6 գիշեր այնտեղ էր քնում, իսկ 7-րդն անցկացնում էր իր ծանոթ Սոֆիա անունով լվացքատանը, ով ապրում էր վերանորոգման արհեստանոցի վերում գտնվող փոքրիկ բնակարանում, երբեք չափազանց շատ հարցեր չէր տալիս։ Սոֆյան 12 տարով մեծ էր, ամուսնալուծված, Մինիստրո անունով կատվի մայր ուներ, կյանքի փիլիսոփայություն, որը ամփոփված էր արտահայտության մեջ, որը նա կրկնում էր ամեն անգամ, երբ թվում էր, թե Լենան պատրաստվում է փլուզվել։ Դու պարտավոր չես լավ լինել։ Դու պետք է կանգնած լինես։ Մնացածը կհետի։ Մնացածը, սակայն, ժամանակ պահանջեց։ Լենան խնայում էր փողը, ինչպես մեկը, ով խնայում է կաթիլներ։ Յուրաքանչյուր ռուբլի հաշվում էին, վերահաշվարկում պահում նրա մեջքի պայուսակի հատակին, հին ծալված կուլպայի մեջ։ Նա չէր գնում ոչինչ, որը խիստ անհրաժեշտ չէր։ Նա ուտում էր հյուրանոցի խոհանոցից մնացածը։ Նա ձեռքով էր լվանում հագուստը։ Նա ինքն էր կտրում մազերը։ Նա ինքն էր վերանորոգում կոշիկները սոսինձով մետաղալարով։ Աստիճանաբար մարմինը հարմարվեց դաժան պայմաններին։ Միտքն ավելի երկար ժամանակ պահանջեց։ Կային գիշերներ, երբ նա արթնանում էր պահեստում սրտի արագ բաբախյունով, մտածելով, որ լսում է ծանր քայլերի ձայն, դրան ջռոց, հոր կոպիտ ձայնը։ Նրան վայրկյաններ պահանջվեցին հիշելու, թե որտեղ է գտնվում։ Հիշելու, որ դուռը ուրիշ էր, որ տունը ուրիշ էր, որ վտանգը հիմա ուրիշ էր։ Բայց մարմինը հիշում էր։ Մարմինը միշտ հիշում է։ Հենց այդ ժամանակահատվածներից մեկում, մաքրության հերթափոխների անքուն գիշերների միջ ընկած ժամանակահատվածում, Լենան սկսեց փնտրել ավելի մշտական ինչ-որ բան։ Ոչ թե ավելի լավ աշխատանք, դեռս ոչ։ Ինչ-որ ավելի պարզ բան։ Մի տեղ։ Ցանկացած վայր, որը քոնն էր։ Նա մանրակրկիտ զննում էր քաղաքային հայտարարությունները, այնպիսի լուռ մոլուցքով, կարծես մեկը փնտրում էր խորհրդավորության վերջին կտորը։ Գյուղական սեփականության փոխանցման ծրագրեր։ Անգործունակ ակտիվների աճուրդներ։ Այն սեփականությունների ցուցակներ, որոնք կառավարությունը ցանկանում էր հանել գույքացուցակից, նախքան դրանք փլուզվեին դատական հայցեր առաջացնեին։ Դրա մեծ մասը բյուրոկրատական աղբեր, ջրհեղեղված հողամասեր, չաշխատող խրճիթներ, թունավոր պահեստներ։ Մինչ որ մի երեքշաբթի երեկոյան, հոգնածությունից այրվող աչքերով պահեստային սենյակը լուսավորող բջջային հեռախոսի ճաքած էկրանով, նա գտավ այն։
Հայտարարությունը տասնամյակներ տած անտեսումից հետո համայնքային սեփականությանը փոխանցված գաղտնազերծված եկեղեցական կալվածքների ցանկի վերջում էր։ Լեզուն ոսկորի պես չոր էր։ Սուրբ Նիկոլայի մատուռ, Դեմյանսկի գյուղական շրջան։ Քարե փայտե կառուցվածք, 19-րդ դար։ Ավելի քան 30 տարի կրոնական նպատակներով չի օգտագործվել։ Դասակարգում մասամբ վերականգնվող ավերակ։ Ներառում է 1200 քմ հողատարածք։ Խորհրդանշական ծանր փոխանցում, համարժեք $1 Պայմաններ, գնորդի կողմից պատասխանատվության, ծախսերի նվազագույն պահպանման պարտավորությունների լրիվ ստանձնում։ $1 Լենան այն 5 անգամ վերընթերցեց։ Մատուռ 19-րդ դարից $1 դիմաց։ Հաջորդ առավոտյան նա զանգահարեց հայտարարության մեջ նշված համարով։ Քնկոտ քարտուղարուհին հաստատեց, որ տարածքը դեռ ազատ է։ Ոչ ոք չէր ուզում, հարցրեց Լենան։ Կինը հառաչանք արձակեց, որը տարիների բյուրոկրատիայի արդյունք էր։ Սիրելիս, ոչ ոք չի ուզում անապատում խարխուլ մատուռ ունենալ։ Թեմը այն վաղուց է վերադարձրել քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը ցանկանում է ազատվել դրանից, քանի որ չի կարող քանդել այն, քանի որ այն ներառված է ժառանգության ցանկում, բայց նա չի կարող վերանորոգել այն, քանի որ միջոցներ չունի։ Այսպիսով, նրանք այն առաջարկում են խորհրդանշական գումարով աղոթում են, որ ինչ-որ մեկը ստանձնի այն։ Առանց որևէ բառախաղի։ Ես ուզում եմ ստանձնել։ Հասկանում եք, որ էլեկտրաէներգիա չկա, մաքրված ջուր չկա, ձմռանը մուտքը գործնականում անհնար է։ Հասկանում եմ։ Եվ տանիքի որ մասն է վնասված։ Հասկանում եմ։ Եվ կան հաղորդագրություններ, որ ներքին կառուցվածքը ներառում է ամրացված խորան, որը չի կարող հանվել, քանի որ այն համարվում է պատմական ժառանգության մաս։ Այո։ Եվ դեռ ուզում ես։ Նույնիսկ այդպես։ Եվս մեկ հառաչանք։ Հինգշաբթի եկեք ձեր փաստաթղթերով պատրաստ եղեք շատ բան ստորագրելու։ Բյուրոկրատիան տեց 8 օր։ 8 օր, ծաթղթերով, դրոշմանիշներով, հայտարարագրերով, ստորագրություններով, աշխատակիցների անհավատալի հայացքներով, ովքեր ակնհայտորեն կարծում էին, որ Լենան թույլ է տալիս իրենց վարչական կարիերայի ամենատարօրինակ սխալը։ Վերջին օրը փոխանցումը գրանցած նոտարը ակնոցի վրայով նայեց նրան ասաց. Եթե թույլ տաք մի առաջարկ անել, դուք ինքներդ ձեզ համար եկեղեցու տեսք ունեցող խնդիր եք գնում։ Ես ավելի վատ խնդիրներ եմ ունեցել ընդհանրապես ձաչափի բացակայության հետ։ Նա առանց մեկնաբանության կնքեց վերջնական փաստաթուղթը։ Լենան նոտարի գրասենյակից դուրս եկավ, ձեռքին շագանակագույն թղթապանակում դրված ժամանակավոր փաստաթուղթը, մի կույտ բանալիներ, որոնք կարծես կեղծված լինեին մեկ այլ դարաշրջանում, այն տարօրինակ զգացողությունը, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ նա տիրապետում էր մեջքի վրայի հագուստից բացի ինչ-որ բանի։ Սոֆյան առաջին ուղղորության համար հարանից մեքենա վերցրեց։ Դա հին Լադա էր, որն ավելի շատ հազում էր, քան վազում, բայց Դեմյանսկի շրջան հասնելու գրեթե 2 ժամվա ճանապարհին ավարտեց առանց խափանվելու, ինչն արդեն ավելին էր, քան Լենան հույս ուներ։ Մատուռ տանող ճանապարհը գլխավոր ճանապարհից ճյուղավորվում էր, ինչպես ձեր ծառի բարակ ճյուղը։ Խճաքար, հետո հող, ապա գրեթե ոչինչ։ Փլված ցանկապատեր, բաց դաշտեր, կնճռոտ կեչիներ, իսկ հեռվում անտառի մութ ուրվագիծը։ Երբ մեքենան շրջանցեց վերջին շրջադարձը, մատուռը երաց, Լենան ակամա ոտքը հանեց գազի ոտնակից։ Շենքը բարձրանում էր մի մեղմ բարձունքի վրա, ուրվագծվելով մոխրագույն երկնքի ֆոնին, ինչպես մի այլ ժամանակի կերպար։ Այն փոքր էր եկեղեցու համար, մեծ մատուռի համար։ Հին աղյուսե պատեր, մասամբ ծածկված չորացած բաղեղով մամուռով։ Ձախ կողմում համեստ զանգակատուն էր, առանց զանգի, որի բացվածքը դատարկ էր, ինչպես երկնքին բացված բերան։ Մուգ կղմինդրե տանիք, որը տեսանելիորեն խորասուզված էր կողային միջանցքի մի հատվածում։ Երկու կամարակապ պատուհան, որոնցից մեկը դեռս վիտրաժների մնացորդներով էր, մյուսը դատարկ։ Մուտքի դուռը, ամուր փայտից ժամանակի ընթացքում մտնած, կոր երկաթե խաչով, որը հրամանագրում չէր հիշատակվել, բայց որը կարծես սահմանում էր ամբողջ վայրը։ Շուրջ բոլորը տեղանքը վայրի էր։ Բարձր խոտ, չոր թփեր, եկեղեցու բակը մի ժամանակ նշող ցածր քարե ցանկապատի մնացորդներ։ Հետում նա մի բան կար, որը կարծես փոքրիկ գերեզմանատուն լիներ, կես տասնյակ երկաթե քարե խաչերով, որոնք թեքված էին ինչպես հին ատամներ։ Լենան անջատեց շարժիչը, մի քիչ նստեց մեքենայի մեջ։
Այն գեղեցիկ չէր ավանդական իմաստով։ Այն գեղեցիկ էր այն իմաստով, որ կոտրված, բայց դեռս կանգուն իրերն ունեն իրենց ուրույն արժանապատվությունը, որը նոր իրերը չունեն։ Նա իջավ ներք, անհարթ գետնի վրայով քայլեց դեպի դուռը մեծ բանալին մտցրեց կողպեքի մեջ։ Նա ուժ գործադրելով պտտեցրեց այն։ Մեխանիզմը բողոքեց, ջռաց, ապա տեղի տվեց։ Դուռը բացվեց երկար տնքոցով, որը արձագանքեց դատարկ տարածքում։ Հոտը սկզբում եկավ։ Սառը քար։ Հին փայտ։ Հնացած մոմ։ Խոնավություն։ Եվ ինչ-որ բան, որը դժվար է անվանել, ինչպես այն հոտը, որը շատ հին գրքերն ունեն, երբ տասնամյակներ անց առաջին անգամ բացում ես դրանք։ Ժամանակի անշարժ հոտը։ Լույսը թեք ճառագայթներով ներթափանցում էր պատուհաններից, լուսավորելով փոշու մասնիկները, որոնք լողում էին օդում, ինչպես մանրադիտակային համաստեղություններ։ Ներքին մասը միակ, նեղ երկար նավ էր, անհարթ քարե հատակով, սվաղված մասամբ շերտազատված աղյուսե պատերով, բաց գերաններով փայտե առաստաղով, իսկ հեռավոր ծայրում ամբողջ պատի վրա գերիշխող դիրք էր գրավում խորանը։ Խորանը կառուցված էր ամուր քարից։ Այն զարդարված չէր ինչպես տաճարներում եղածները, բայց ուներ ամուր, գրեթե երկրաբանական ներկայություն։ Թվում էր, թե այն աճել էր հենց գետնից, կարծես մատուռը կառուցվել էր դրա շուրջը, այլ ոչ թե հակառակը։ Մակերեսին, քարի վրա փորագրված խաչ։ Կողքերին դատարկ խորշեր, որտեղ գուցե սրբեր կամ մոմեր էին մի ժամանակ հանգչել։ Եվ դրա հետի պատի մոտ մուգ փայտե խորան, ճաքճքած, բայց դեռս ամբողջական ժամանակի ընթացքում այնքան մգացած ներկված վահանակներով, որ պատկերները գրեթե անտեսանելի էին։ Անկյուններում կույտ-կույտ կային փայտե նստարաններ, հիմնականում շրջված կամ կոտրված։ Փոքրիկ, թեքված, բայց ամուր ամպիոն։ Քարե մկրտության ավազան, կիսով չափ ճաքած։ Եվ լռություն։ Այնքան խիտ լռություն, որ Լենան զգաց այն ականջներում, ինչպես ճնշում։ Նա դանդաղ քայլում էր նավով, նրա քայլերի ձայնը արձագանքում էր քարի վրա։ Նա դիպավ պատին։ Նա դիպավ նստարանին։ Նա դիպավ ամպիոնին։ Նրա մատների տակ ամեն մակերես սառը իրական էր։ Երբ նա հասավ խորանին, նա կանգ առավ։ Նա կանգնած էր այնտեղ, հսկայական քարի առջ, հոր տնից հեռանալուց հետո առաջին անգամ զգաց ինչ-որ բան, որը ոչ վախ էր, ոչ զայրույթ, ոչ հոգնածություն։ Դա ավելի հանգիստ ինչ-որ բան էր։ Ավելի խորը։ Գուցե դա պարզապես այն թեթացումն էր, որ զգում էր մենակ լինելով մի վայրում, որտեղ ոչ ոք չէր կարող նրան վնասել։ Կամ գուցե դա ուրիշ բան էր։ Նա ոչ մեկի անունը չտվեց։ Առաջին գիշերը Լենան չմնաց մատուռում։ Նա վերադարձավ քաղաք, հյուրանոցի պահեստային սենյակ, իր առօրյային։ Բայց նա իր հետ տանում էր քարի հին փայտի բույրը, երբ փակեց աչքերը բարակ ներքնակի վրա, տեսավ խորանը մթության մեջ, կոպերի ետում։ Հաջորդ օրերին նա սկսեց կազմակերպել տեղափոխությունը։ Տեղափոխվելը առատաձեռն բառ է այն բանի համար, ինչը իրականում նվազագույն գոյատման տեղափոխություն էր։ Մեծ մեջքի պայուսակ, հին ճամպրուկ, փոխարված գործիքներ, բրեզենտ, վերմակներ, կաթսա, լուցկիներ, մոմեր, երկար փչացող սնունդ բարակ ներքնակ, որը Ստեփանը թույլ տվեց նրանց վերցնել պահեստից, քանի որ արդեն պատրաստվում էր մեկ ուրիշը գնել։ Երկրորդ այցելությունը տեց 3 օր։ Լենան մաքրեց խորանը, խորանի ետուն կողքին գտնվող փոքրիկ սենյակը, որը սկզբում ծառայում էր որպես պատարագի նախապատրաստական սենյակ։ Այն նեղ էր, բայց չոր, փայտե հատակով, նեղ պատուհանով դեռ լավ փակվող դռանով։ Նա այնտեղ իմպրովիզացրեց իր տարածքը, հատակին դրված ներքնակ, մահճակալի կողքի սեղանի համար նախատեսված պայուսակ, լուսավորության համար մոմեր Սոֆիայի նվիրաբերած շարժական վառարանի վրա դրված կաթսա։ Դա տհաճ էր։ Այն կատարյալ էր։ Հաջորդող շաբաթների ընթացքում Լենան հարձակվեց մատուռի վրա նույն համառ էներգիայով, որը կիրառել էր ամեն ինչի վրա տնից հեռանալուց ի վեր։ Նա մաքրեց ամբողջ նավը։ Նա հեռացրեց կոտրված նստարանները, դարսեց օգտագործելիները։ Նա մաքրեց Սարտոստայնը, որը, կարծես, այնտեղ էր եղել սկզբնական շինարարությունից ի վեր։ Նա մաքրեց Բուխարու ծխնելույզը, որը հայտնաբերել էր սրբարանի կողային պատում, հավանաբար ավելացվել էր շենքի կառուցումից շատ ժամանակ անց։ Նա առաջին անձրի ժամանակ դույլով ստուգեց տանիքը, կավիճով նշեց արտահոսքերը։ Ամենածանր խնդիրը տանիքն էր։ Կողային միջանցքի վերի խորասուզված հատվածը թույլ էր տալիս ջուրը ներս մտնել, իսկ շրջապատող փայտը արդեն վնասված էր։ Լենան գիտեր, որ միայնակ չէր կարող այն վերանորոգել։
Նրան օգնություն, նյութեր, ի վերջո գումար էր պետք։ Բայց մինչ տանիքը սպասում էր, նա այլ բաներ հայտնաբերեց։ Զանգակատանը նա գտավ երկաթե աստիճան, որը պարուրած բարձրանում էր դեպի այն բացվածքը, որտեղ մի ժամանակ զանգն էր եղել։ Այնտեղից տեսարանը լայնարձակ ու լուռ էր, դաշտեր, անտառ, գյուղի հեռավոր ուրվագիծ, այդ ամենի միջով գալարվող նեղ արվակ, որը լույսի տակ փայլում էր ինչպես սնդիկ։ Հետի փոքրիկ գերեզմանատանը խաչերի վրա միայն մասամբ ընթեռնելի անուններ ամսաթվեր էին։ Ոմանք 19-րդ դարից էին, ոմանք 20-րդի սկզբից։ Մարդիկ, ովքեր ծնվել, ապրել, մահացել էին այդ մոռացված հողակտորում։ Մարդիկ, որոնց պատմությունները այլս ոչ ոք չէր պատմում։ Եվ խորանի մոտ ինչ-որ բան սկսեց անհանգստացնել նրան։ Դա զոհասեղանը չէր։ Դա նրա ետում գտնվողն էր։ Փայտե խորանի զարդանախշը, խորանի հետի պատին ամրացված դեկորատիվ վահանակը, լիովին չէր դիպչում քարե պատին։ Կար մի ճեղք։ Փոքր, որոշ տեղերում գուցե 3 կամ 4 սանտիմետր։ Փոփոխական։ Այնպես, կարծես վահանակը պատից մի փոքր հեռու էր ամրացված, կամ կարծես դրա հետի պատը կատարյալ հարթ չէր։ Լենան դա առաջինը նկատեց նախագծի պատճառով։ Մի քամոտ գիշեր, երբ աշխատում էր նավակում մոմեր վառելիս լուսավորություն զգալով, նա զգաց խորանի ետից փչող նուրբ քամի։ Ոչ թե պատուհաններից, որոնք կնքված էին։ Ոչ թե դռնից, որը փակ էր։ Խորանի ետից։ Նա մոտեցավ, խոնարհվեց ձեռքը սահեցրեց վահանակի հիմքի վրայով։ Սառը օդը դիպավ նրա մատներին։ Որտեղից ես, մրմնջաց նա։ Հաջորդ օրերին նա ավելի մանրակրկիտ ուսումնասիրեց խորանը։ Այն ծանր կտոր էր, որը պատին ամրացված էր վերին անկյուններում գտնվող երկաթե հենարաններով հատակին հենված էր իր սեփական հիմքով։ Վահանակների վրա նկարները ավանդական կրոնական տեսարաններ էին, չափազանց մուգ, որպեսզի մանրամասները չնկատվեին առանց պատշաճ մաքրման։ Փայտը խիտ էր, հին ձեռագործ։ Եվ աջ կողմում, գրեթե գետնի մակարդակին, կար մի բան, որը նա նախկինում չէր նկատել։ Քարի վրա նշան։ Ոչ թե ճակ։ Ոչ թե թերություն։ Գիծ։ Չափազանց կանոնավոր, բնական լինելու համար։ Ուղղահայաց, մոտ 60 սանտիմետր երկարությամբ, կտրում էր քարի մակերեսը, կարծես ինչ-որ մեկը դիտավորյալ բաժանում էր նշել։ Լենան եղունգը սահեցրեց գծի երկայնքով։ Քարի վրա իսկական կտրվածք էր։ Բարակ, բայց խորը։ Նրա սիրտը ավելի արագ էր խփում։ Նա փորձեց տեղաշարժել խորանը։ Այն չափազանց ծանր էր մեկ մարդու համար։ Նա հրեց, քաշեց, թեքեց։ Ոչինչ։ Ես օգնության կարիք ունեի։ Հասնելու համար պահանջվեց գրեթե 2 շաբաթ։ Առաջինը հայտնվեց Տիմոֆեյը, մոտակա գյուղից թոշակառու հյուսնը, որին Լենան հանդիպել էր, երբ գնացել էր շինանյութերի խանութ մեխեր գնելու։ Տիմոֆեյը 74 տարեկան էր, հսկայական ձեռքերով, քիչ խոսելով այնպիսի հետաքրքրասիրությամբ, որը գործնական մարդիկ քողարկում են անտարբերությամբ։ Դու այն աղջիկն ես, որ գնել է հին մատուռը, ասաց նա, ոչ թե որպես հարց։ Միացված։ Նրանք կարծում էին, որ դու խելագար ես։ Իսկ դու։ Կարծում եմ, խելագարը նա է, ով թույլ է տալիս, որ 19-րդ դարի շենքը փլուզվի, առանց այն փրկելու փորձի։ Լենան գրեթե ժպտաց։ Ինձ օգնություն է պետք խորանի քանդակը խորանի ետից տեղափոխելու համար։ Դրա ետից տարօրինակ քամի է գալիս։ Տիմոֆեյը խոժոռվեց։ Նախագիծ։ Ամուր քարե պատի վրա։ Դա էի ես ասում։ Հաջորդ շաբաթ առավոտյան նա հայտնվեց Կոստյա անունով մի երիտասարդ օգնականի հետ, 19 տարեկան լուռ ուժեղ տղայի, որն աշխատել էր Տիմոֆեյի հետ 15 տարեկանից հնազանդվում էր այնպիսի լուռ արդյունավետությամբ, ինչպես նա, ով հասկացել էր, որ չափազանց շատ հարցեր տալը դանդաղեցնում է աշխատանքը։ Երեքը դիրքավորվեցին խորանի առջ։ Տիմոֆեյը զննեց երկաթե հենարանները։ Սրանք ամրացվել են, ասաց նա, մատը սահեցնելով պտուտակներից մեկի վրայով։ Դրանք այդ մասի բնօրինակը չեն։ Ինչ-որ մեկը դրանք այստեղ վերանորոգել է ավելի ուշ, մտադրվելով կանխել դրանց շարժումը։ Ինչո՞վ։ Ահա թե ինչ ենք մենք պարզելու։ Նրանց գրեթե 2 ժամ պահանջվեց խորանի քանդակը անվտանգ կերպով անջատելու համար։ Տիմոֆեյն աշխատում էր հին փայտը հարգող մարդու մանրակրկիտ համբերատարությամբ։
Նա մեկ առ մեկ հանում էր հենարանները, ցեպերով հենում կտորը ստուգում դրա կայունությունը յուրաքանչյուր քայլափոխի։ Երբ նրանք վերջապես ծանր վահանակը բավականաչափ մի կողմ տարան, որպեսզի երար դրա ետում պատը, երեքն էլ լռեցին։ Պատը շարունակական չէր։ Սկզբնական քարե պատի մեջ ներկառուցված էր մի դուռ։ Ցածր, նեղ, քարից երկաթից պատրաստված, մետաղական օղակով որպես բռնակ այնքան հին ծխնիներով, որ կարծես միաձուլված լինեին ժայռին։ Մակերեսը ծածկված էր կրի սվաղի շերտով, որը քսվել էր վերից, հավանաբար, այն քողարկելու համար։ Սվաղի մի մասն արդեն թափվել էր ժամանակի ընթացքում, բացահայտելով քարե շրջանակի եզրը։ Կողքի վրա Լենան տեսավ հենց դա, դրան եզրը, տեսանելի այնտեղ, որտեղ քողարկումը ձախողվել էր։ Տիմոֆեյը խորը ձայն արձակեց, զարմանքի ճանաչման միջ ինչ-որ տեղ։ Սա դամբարան է։ Ինչ։ Դամբարան տանող անցուղի։ Այսպիսի հին մատուռները երբեմն ունեցել են ստորգետնյա խցիկներ, թաղման, մասունքների, արժեքավոր պատարագային առարկաների պահպանման համար։ Երբ մատուռը այլևս չէր օգտագործվում, ինչ-որ մեկը, հավանաբար, կնքել է մուտքը ծածկել այն խորանի պատկերով։ Ինչու կնքված։ Տիմոֆեյը նայեց նրան։ Դա ճիշտ հարց է։ Կոստյան, որը ժամանելուց ի վեր չէր խոսել, նայեց քարե դռանը միայն ասաց. Ես առաջինը չեմ մտնում։ Երեքով էլ ծիծաղեցին, ավելի շատ նյարդայնությունից, քան հումորից։ Լենան մոտեցավ դռանը։ Նա դիպավ երկաթե փականքին։ Այն սառույցի պես ցուրտ էր, չնայած օրը հատկապես ցուրտ չէր։ Բացել, հարցրեց Տիմոֆեյը։ Նա զննեց ծխնիները։ Դա հնարավոր է։ Բայց սվաղը կնքում է ձուլվածքը։ Նախ պետք է քանդել կնիքը։ Լենան վերցրեց քերիչը, սկսեց աշխատել եզրին, միլիմետր առ միլիմետր հեռացնելով կարծրացած սվաղը։ Տիմոֆեյը օգնեց վերում, որտեղ նա չէր կարողանում հասնել։ Կես ժամ անց շրջանակը բացվեց։ Դուռը անկասկած դուռ էր, փորագրված քարե եզրագծով, կրած երկաթե ծխնիներով ներքին սահող ծողիկավոր կողպեքով, որը Տիմոֆեյը կարողացավ մեծ ջանքերով կարգավորել։ Պատրաստ ես, հարցրեց նա։ Լենան խորը շունչ քաշեց։ Բացեք այն։ Դուռը բացվեց մի ձայնով, որը, կարծես, գալիս էր երկրի խորքից։ Խորը, լուրջ հառաչանք, կարծես մատուռն ինքը հառաչում էր։ Ներսից դուրս եկող օդը սառը էր, չոր լի այնպիսի հոտով, որը երեքից ոչ մեկը չէր կարողանում անմիջապես ճանաչել։ Դա բորբոս չէր։ Դա փտածություն չէր։ Դա ինչ-որ հանքային, հինավուրց բան էր, ինչպես քարանձավի կամ քարի հոտը, որը երբեք առ չէր տեսել։ Տիմոֆեյի լապտերը կտրեց խավարը։ Դռան ետում նեղ քարե աստիճան կար, որը իջնում էր մեղմ կորով։ Աստիճանները կենտրոնում մաշված էին, փայլեցված դարավոր քայլերից։ Պատերը հին աղյուսից էին չսվաղված, բյուրեղացված խոնավության բծերով, որոնք լույսի տակ փայլում էին ինչպես փոքրիկ աստղեր։ Ես իջնում եմ, ասաց Լենան։ Միայնակ չէ, պատասխանեց Տիմոֆեյը։ Ես կշարունակեմ։ Եթե գետինը տեղի տա, գոնե ես կիմանամ, թե որտեղ պետք է քայլեմ։ Նրանք երեքով իջան շարքով։ Տիմոֆեյը առջում, լապտերը ձեռքին, Լենան մեջտեղում, բջջային հեռախոսը տարածությունը լուսավորող, իսկ Կոստյան ետում նախազգուշական նպատակով երկաթե ձողով, չնայած չբացատրեց, թե ինչի համար էր այն։ Սանդուղքը մոտ 4 մետր իջավ։ Ջերմաստիճանը նկատելիորեն իջավ։ Օդը դարձավ ավելի խիտ, ավելի լճացած։ Վերջին աստիճանը բացվում էր դեպի մի խցիկ։ Այն մեծ չէր։ Հավանաբար 5-4 մետրի վրա։ Ցածր, կամարակապ աղյուսե առաստաղ։ Քարե սալիկապատ հատակ։ Մեր քարե պատեր։ Բայց այդ խցիկի ներսում եղածը ստիպեց նրանց երեքին կանգ առնել, կարծես բախվել էին անտեսանելի պատի։ Կենտրոնում քարե սեղան էր, որը նման էր սարկոֆագի, բայց հարթ էր, ինչպես երկրորդական զոհասեղան։ Դրա վրա, ծածկված ժամանակի ընթացքում կարծրացած, բայց ոչ քայքայված մոմապատ կտորով, դրված էին առարկաներ։ Պատերի վրա, խորշեր։ Իսկ խորշերի ներսում, ավելի շատ առարկաներ։ Փաթեթավորված, պահեստավորված, պաշտպանված։ Իսկ աջ անկյունում գրեթե երկյուղածությամբ դարսված փայտե արկղեր են, ամրացված մետաղական անկյունային ամրակներով։ 6 տարբեր չափերի։ Լենան մոտեցավ քարե սեղանին։ Թեթակի դողացող ձեռքերով նա առաջին առարկայի վրայից հեռացրեց մոմապատ կտորը։ Դա բաժակ էր։
Ոչ թե սովորական գավաթ։ Բարդ կերպով մշակված արծաթե կտոր, ֆիլիգրանե մանրամասներով հիմքում ներդրված քարերով։ Այնպիսի առարկաներ, որոնք թանգարանները ցուցադրում են գնդակակայուն ապակու ետում։ Կողքին ոսկեզոծ թասակ էր։ Ապա փղոսկրից մետաղից խաչելություն։ Ապա բրոնզե խունկ վառող, նուրբ շղթաներով։ Ապա կաշվե կազմով գիրք, մետաղական ճարմանդով, այնքան հին, որ կաշին հանքանյութի էր նման։ Տիմոֆեյը ցածր հայհոյանք արձակեց, որը արձագանքեց պահոցում։ Լենան գնաց պատերի խորշերի մոտ։ Առաջինը պարունակում էր սրբապատկերներ։ Փայտի վրա տարբեր չափերի կրոնական նկարներ, ոսկեգույն ֆոնով սրբերի պատկերներով, որոնք գույներով էին, նույնիսկ տասնամյակների փոշու տակ, պահպանում էին զարմանալի կենսունակություն։ Որոշ կտորներ փոքր էին, մյուսները պատուհանի չափ։ Երկրորդ խորշը պարունակում էր գործվածքի գլանափաթեթներ։ Երբ Լենան մասամբ բացեց առաջինը, այն բացահայտեց ծիսական զգեստ, որը ասեղնագործված էր լապտերի տակ փայլող թելերով։ Ոսկի։ Իսկական ոսկե թել։ Երրորդ խորշը պարունակում էր փաստաթղթեր։ Մագաղաթներ ծալված թղթեր, որոշները մետաղական խողովակների մեջ, մյուսները կաշվե տուփերի մեջ։ Ձեռագիր, հին գեղագրությունով։ Տիմոֆեյը հենվեց պատին, տեսանելիորեն ցնցված։ Գիտեք սա ինչ է։ Լենան դանդաղ գլխով արեց։ Սա մատուրի գանձն է։ Ավելի ճիշտ, ծիսական առարկաները, որոնք թաքցվել էին, երբ սկսվեցին բռնագրավումները։ Բռնագրավումներ։ Տիմոֆեյը նստեց աստիճաններից մեկի վրա, կարծես ոտքերը որոշել էին, որ բավական է։ 1920 ական 30 ական թվականներին կառավարությունը զանգվածաբար բռնագրավեց եկեղեցական ունեցվածքը։ Ոսկի, արծաթ, սրբապատկերներ, մասունքներ, ամեն ինչ հավաքվեց։ Շատ եկեղեցիներ հանձնեցին դրանք։ Ոմանք թաքցրին այն, ինչ կարողացան։ Քահանաները, վանականները, հավատացյալները իրերը պահում էին նկուղներում, ջրհորներում, կեղծ պատերում, դամբարաններում։ Դրանց մեծ մասը երբեք չգտնվեց։ Կամ գտնվեց տասնամյակներ անց, պատահաբար։ Եվ այստեղ։ Մեկը այստեղ իջավ, բերելով մատուռից բերված ամեն ինչ, որը արժեքավոր էր, պահեց այն այս դամբարանում, կնքեց խորանի ետի մուտքը։ Հավանաբար մտածելով, որ կվերադառնա այն վերցնելու, երբ իրավիճակը հանդարտվի։ Բայց նա երբեք չվերադարձավ։ Կամ նա վերադարձավ, որոշեց, որ ավելի անվտանգ է այն թաքցնել։ Կամ նա մահացավ, նախքան կհասցներ բացել այն։ Կամ գաղտնիքը պարզապես կորավ այն իմացող մարդկանց հետ միասին։ Լենան շուրջը նայեց ստորգետնյա խցիկում։ Լապտերի լույսը պարում էր պատարագային առարկաների մետաղական մակերեսների վրա, ստեղծելով ոսկեգույն արծաթափայլ արտացոլանքներ, որոնք կարծես զարկում էին սրտի բաբախյունի պես։ Իսկ արկղերը հարցրեց նա, մատնացույց անելով անկյունում դարսված 6 արկղերը։ Տիմոֆեյը ուժով վեր կացավ։ Կա միայն մեկ ճանապարհ, պարզելու համար։ Առաջին արկղում ավելի շատ սրբապատկերներ կային, որոնք զգուշորեն փաթաթված էին կտավով։ Որոշները արտասովոր էին, արծաթե կոպիտ շրջանակներով սրբերի աչքերով, որոնք, կարծես, հետում էին դիտողին։ Երկրորդը՝ գրքեր։ Ոչ թե սովորական գրքեր։ Ձեռագիր ավետարաններ, մշակված մետաղից պատրաստված կազմերով ձեռքով լուսավորված մագաղաթյա էջերով։ Այնպիսի առարկաներ, որոնց վերլուծությանը գիտնականներն իրենց ողջ կարիերան նվիրել են։ Երրորդ արկղում մետաղադրամներ կային։ Տարբեր դարաշրջանների հին ոսկե արծաթե մետաղադրամներ։ Ոչ այնքան մեծ քանակություն, բայց բավական էր ցանկացած դրամագետի շունչը կտրելու համար։ Չորրորդը պարունակում էր անսպասելի մի բան՝ լուսանկարներ։ Տասնյակ հին լուսանկարներ տպագրված սպիտակ թղթի վրա, որոնք պատկերում էին մատուռը տարբեր ժամանակներում։ Շրջակա համայնքը։ Դեմքեր։ Տոնակատարություններ։ Մկրտություններ, հարսանիքներ, հուղարկավորություններ։ Մի վայրի մի ժողովրդի տեսողական պատմությունը, որը աշխարհը մոռացել էր։ Հինգերորդ արկղը տարբեր էր։ Ավելի փոքր, ավելի ծանր, կնքված մոմով։ Երբ նրանք բացեցին այն, գտան քաղաքացիական եկեղեցական փաստաթղթեր։ Ծխական համայնքի ծննդյան, ամուսնության մահվան գրառումներ։ Տասնամյակների գրառումներ, մանրակրկիտ կազմակերպված, որոնք ընդգրկում էին գրեթե 100 տարի տով ժամանակահատված։ Վեցերորդ արկղն էր, որը Լենային ստիպեց նստել դամբարանի սառը հատակին մի քանի րոպե լուռ մնալ։
Դրա մեջ տառեր կային։ Նամակները, որոնք գրվել էին մատուռի վերջին քահանայի հայր Ալեքսեյի կողմից, ուղղված չէին որևէ մեկին, այլ բոլորին ընդհանրապես։ Դրանք թվագրվում էին այն տարիներով, երբ մատուռը փակ էր։ Դրանք գրվել էին ինչպես օրագիր, ինչպես վկայություն, ինչպես ապագա նետված շշի մեջ դրված հաղորդագրություն։ Լենան բացեց առաջինը բարձրաձայն կարդաց, նրա ձայնը արձագանքեց աղյուսե կամարում։ Եթե որևէ մեկը գտնի այս խոսքերը, թող իմանա, որ մենք դրանք չենք թաքցրել ագահությունից դրդված։ Մենք դրանք թաքցրել ենք սիրուց դրդված։ Այս գրքերի յուրաքանչյուր բաժակ, յուրաքանչյուր սրբապատկեր, յուրաքանչյուր էջ կրում է մեզանից առաջ ապրած սերունդների հավատը։ Մենք իրավունք չունեինք սա հանձնել հալեցնելու, այրելու կամ մոռանալու։ Մենք այն թաքցրել ենք, որովհետև ինչ-որ մեկը պետք է հիշեր։ Եվ եթե դուք կարդում եք սա, ուրեմն ինչ-որ մեկը հիշել է։ Վերջին խոսքի վրա Լենայի ձայնը դողաց։ Տիմոֆեյը հանեց գլխարկը։ Կոստյան, որը դեռ հազիվ էր ոչինչ ասել, ծանր կուլ տվեց ասաց. Կարծում եմ, մենք հենց նոր շատ կարևոր բան գտանք։ Ոչ ոք չհամաձայնվեց։ Հաջորդող ժամերը որոշումների հորցանուտ էին, որոնք Լենան կայացրեց այնպիսի պարզությամբ, որը զարմացրեց նրան։ Առաջինը, ոչ ոք ոչնչի չդիպավ։ Նրանք ամեն ինչ լուսանկարեցին ճիշտ այնպես, ինչպես կար։ Ամեն առարկա, ամեն դիրք, ամեն մանրուք։ Երկրորդ, Լենան զանգահարեց Սոֆիայի միակ ծանոթ մարդուն, ով որևէ կապ ուներ ինստիտուցիոնալ աշխարհի հետ։ Տարածաշրջանային համալսարանի պատմության պրոֆեսոր Արկադի Վոլգին անունով, որը պատահաբար եկեղեցական ժառանգության մասնագետ էր, երբ հեռախոսով լսեց նկարագրությունը, այնքան երկար լռեց, որ Լենան կարծեց, թե զանգն անջատվել է։ Ասում ես ինձ, վերջապես ասաց նա այն ձայնով, ով հենց նոր էր լսել, որ երկիրը ըստ էության քառակուսի է, որ գտել ես անվնաս դամբարան, պատարագային իրերով, որոնք, հավանաբար, 19-րդ դարից են, այդ թվում սրբապատկերներ, ավետարաններ, արծաթե ոսկե առարկաներ, ինչպես նադարավոր ծխական գրառումներ։ Ես եմ։ Եվ ամեն ինչ դեռ այնտեղ է։ Ոչ ոք ոչնչի չդիպավ։ Ոչ ոք ոչնչի չդիպավ, բացի նրանից, ինչ մեզ անհրաժեշտ էր տեսնելու համար, թե դա ինչ է։ Ոչ մի տեղ մի գնա։ Ես վաղը կգնամ։ Ոչ, այսօր կգնամ։ Հիմա։ Տուր ինձ տեղը։ Արկադին ժամանեց գիշերը ժամը 11-ին, վարելով փաստաթղթային սարքավորումներով լի միկրոավտոբուս, որին ուղեկցում էր սրբազան արվեստի վերականգնող Վերա անունով իր գործընկերը, ով առաջին սրբապատկերը տեսնելուն պես ձայն արձակեց, որը լացի ծիծաղի միջ էր։ Երկար գիշեր էր։ Արկադին Վերան աշխատեցին մինչ լուսաբաց, կատալոգավորելով, լուսանկարելով, չափելով, գնահատելով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն զննվեց ձեռնոցներով, պատշաճ լուսավորությամբ, տեխնիկական ճշգրտությամբ։ Երբ արը ծագեց, Արկադին նստեց դամբարանի աստիճաններին, դեմքը գունատած հոգնածությունից, հուզմունքից, ասաց Լենային. Դուք պատկերացում ունեք այս տեղի արժեքի մասին։ Ոչ։ Ես էլ դեռ չեմ հասկանում։ Բայց կարող եմ ասել, որ այս սրբապատկերներից մի քանիսը հավանաբար ստեղծվել են 18-րդ կամ 19-րդ դարի սկզբի տարածաշրջանային վարպետների կողմից։ Ավետարանները կարող են եզակի ձեռագրեր լինել։ Արծաթե բաժակի վրա ոսկերչի նշաններ կան, որոնք պետք է ստուգվեն, բայց եթե դրանք այն են, ինչ ես կարծում եմ, ապա խոսքը թանգարանների կողմից կորած համարված իրերի մասին է։ Իսկ ծխական գրառումները ընդգրկում են մի ժամանակաշրջան, որի համար այս տարածաշրջանում այլ պահպանված գրառումներ չկան։ Իսկ ինչ կասեք հայր Ալեքսեյի նամակների մասին։ Արկադին նրան նայեց մի արտահայտությամբ, որը խառնում էր հիացմունքն ու տխրությունը։ Նամակները, հնարավոր է, ամենաարժեքավոր իրն են։ Ոչ թե դրամական առումով, մարդկային առումով։ Դրանք ուղղակի վկայություն են այն մասին, թե ինչպես է համայնքը փորձել պաշտպանել իր ինքնությունը, երբ շրջապատող ամեն ինչ ոչնչացվում էր։ Դա անգին է։ Լենան հենվեց դամբարանի սառը պատին։ Իսկ հիմա։ Հիմա դուք պետք է որոշեք։ Ինչ որոշել։ Դա իմ որոշումը չէ։ Այսինքն, մատուռը իմն է։ Բայց սա։ Իրավականորեն, գույքի ձեռքբերման պահին դրա ներսում եղած ամեն ինչ, ըստ էության, ձերն է։ Դուք ստորագրել եք փաստաթուղթ, որով ընդունում եք բովանդակության սեփականության իրավունքը ներկայիս վիճակում։ Սա ներառում է դամբարանը, դրա մեջ եղած ամեն ինչ։ Բայց ես չեմ կարող պարզապես 18-րդ դարի սրբապատկերներ արծաթե բաժակ պահել տանիք չունեցող մատուռի ներսում։
Արկադին գրեթե ժպտաց. Ոչ, դու չես կարող։ Բայց դու կարող ես որոշել, թե ինչ անել դրանց հետ։ Եվ այդ որոշումը, Լենա, շատ բան կորոշի։ Նա երկար մտածեց։ Նա մտածեց հայր Ալեքսեյի մասին, որը նամակներ էր գրում ապագային, որը չէր կարող տեսնել։ Նա մտածեց լուսանկարներում պատկերված դեմքերի մասին։ Նա մտածեց այդ գրքերում գրանցված մարդկանց սերունդների մասին, որոնք ծնվել, ամուսնացել, մահացել էին։ Նա մտածեց այն փաստի մասին, որ այդ ամենը գոյատել էր, քանի որ ինչ-որ մեկը որոշել էր թաքցնել այն բացահայտելու փոխարեն։ Եվ նա մտածում էր իր մասին տնից վտարված պահեստում քնած $1 ավերակ գնելով, որովհետև դա միակ բանն էր, որ կարող էր իրեն թույլ տալ։ Ես ուզում եմ, որ դու այստեղ մնաս, ասաց նա։ Արկադին թարթեց աչքերը։ Այստեղ։ Մատուրում։ Վերականգնված։ Պաշտպանված։ Բայց այստեղ։ Սա նրանց տեղն է։ Նրանք այստեղ էին թաքցրել, որովհետև ինչ-որ մեկը հավատում էր, որ մի օր նրանց այստեղ կգտնեն։ Հիմա իմաստ չունի նրանց տանել։ Վերան, որը ուշադիր լսում էր, դանդաղ գլխով արեց։ Նա ճիշտ է, Արկադի։ Համատեքստային առումով այս առարկաները լիարժեք իմաստ ունեն միայն այս տարածքում։ Թանգարանում դրանք գեղեցիկ են։ Այստեղ դրանք վկայություն են։ Արկադին շփեց դեմքը։ Դրա համար անհրաժեշտ է վերականգնել ամբողջ մատուռը։ Տանիք, կառուցվածք, անվտանգություն, խոնավության վերահսկողություն, գողության դեմ համակարգ։ Խոսքը հսկայական ներդրման մասին է։ Գիտեմ, ասաց Լենան։ Բայց հայր Ալեքսեյը թաքցրեց այս ամենը հուսալով, որ ինչ-որ մեկը կհիշի։ Ես չեմ լինելու այն մարդը, ով կվերցնի այն կդնի թանգարանի պահեստում, որտեղ ոչ ոք չի կապի այն պահվելու վայրի հետ։ Հաջորդ շաբաթների ընթացքում հայտնագործությունը լռությունից դուրս եկավ մակերես, ինչպես ցանկացած բան, որը չափազանց մեծ է թաքնված մնալու համար։ Արկադին հրապարակեց նախնական զեկույց, որը տարածվեց ակադեմիական շրջանակներում, արագ լուրերի արագությամբ։ Սկսեցին հայտնվել պատմաբաններ, վերականգնողներ, աստվածաբաններ, լրագրողներ, հետաքրքրասեր ականատեսներ։ Պատմությունը անդիմադրելի էր։ Անօթան երիտասարդը խորհրդանշական գնով գնում է մատուռ, գտնում է գրեթե 1 դար կորած հավաքածուն, որը թաքցված է խորանի հետում գտնվող դամբարանում։ Վերնագրերը բազմապատկվեցին։ Յուրաքանչյուր լրատվամիջոց ընտրեց տարբեր անկյուն։ Ոմանք կենտրոնացան նյութական արժեքի վրա, փորձելով գնահատել, թե որքան կարժենան սրբապատկերներն ու բաժակը աճուրդում։ Մյուսները կենտրոնացան հայր Ալեքսեյի պատմության նրա ապագային ուղղված նամակների վրա։ Մյուսները կենտրոնացան Լենայի 20-ամյա աղջկա վրա, որը քնում էր հյուրանոցի պահեստում, այժմ տարածաշրջանի ամենակարևոր եկեղեցական գտածոներից մեկի սեփականատերն էր։ Թեմը արտահայտվել է։ Զգուշորեն։ Նրան այցելության եկավ մի օգնական եպիսկոպոս, 2 խորհրդականների մի կանոնական փաստաբանի ուղեկցությամբ։ Նա քաղաքավարի էր։ Նա դիվանագիտորեն էր խոսում։ Եվ նա անմիջական էր։ Ծիսական ապրանքները սկզբունքորեն պատկանում են եկեղեցուն։ Լենան նայեց նրան, հետո մատուռին, ապա իր ձեռքերին։ Եկեղեցին այս մատուռը վերադարձրեց քաղաքապետարանին 30 տարի առաջ։ Քաղաքապետարանը այն վաճառեց ինձ $1։ Ներսում եղած ամեն ինչ, այդ թվում դամբարանը, պայմանագրով իմ պատասխանատվությունն էր։ Եթե եկեղեցին ցանկանար, կարող էր բացել խորանը, նախքան շենքը լքելը։ Եպիսկոպոսը հայացքներ փոխանակեց փաստաբանի հետ։ Կան իրավական նախադեպեր, որոնք։ Կա, ընդհատեց Լենան։ Եվ կա նա այն փաստը, որ հայր Ալեքսեյը թաքցրել է այս ամենը, քանի որ այդ ժամանակ եկեղեցին չէր պաշտպանում այն։ Նա մենակ է արել այն, ինչ հաստատությունը չի արել։ Այսպիսով, ամենայն հարգանքով, առարկաները մնում են այստեղ։ Նրա մատուռում։ Եվ ես հոգ եմ տանում դրանց մասին, ինչպես նա կցանկանար։ Եպիսկոպոսը երկար ժամանակ ուսումնասիրեց նրան։ Ապա, իր օգնականների զարմանքին, գլխով արեց։ Գուցե մենք կարողանանք գտնել համագործակցելու միջոց, մրցելու փոխարեն։ Գուցե, համաձայնեց Լենան։ Համագործակցությունը սկսվեց։ Դանդաղ, անհամաձայնություններով, բանակցություններով, բայց այն սկսվեց։
Թեմը միջոցներ հատկացրեց տանիքի վերականգնման համար, ժառանգության պահպանման հիմնադրամը հոգած դամբարանի անվտանգության կլիմայի կարգավորման համակարգի տեղադրման ծախսերը, Արկադիի համալսարանը անձնակազմ տրամադրեց հավաքածուի վերականգնման կատալոգացման համար։ Հանրային ուշադրության ճնշման տակ գտնվող տարածաշրջանային կառավարությունը վերջապես ասֆալտապատեց մատուռ տանող ճանապարհի հատվածը։ Եվ Լենան մնաց։ Նա մնաց որպես տեր, որպես պահապան, որպես այն մարդը, ով ամեն առավոտ բացում էր դուռը, ամեն գիշեր վառում մոմերը։ Մատուռը վերականգնվել է 2 տարվա ընթացքում։ Ոչ թե լինելու այն, ինչ նախկինում էր, որովհետև այն, ինչ նախկինում էր, այլս գոյություն չուներ։ Այլ լինելու այն, ինչ կարող էր լինել հիմա, հիշողության, արվեստի, պատմության լռության տարածք։ Տանիքն ամբողջությամբ վերակառուցվեց։ Պատուհանները ստացան նոր վիտրաժներ, ոգեշնչված բնօրինակ բեկորներից։ Նստարանները վերականգնվեցին։ Խորանը մաքրվեց, պահպանվեց։ Վերայի կողմից վերականգնվելուց հետո խորանի վրա բացահայտվեցին անսպասելի գեղեցկության որմնանկարներ, աստվածաշնչյան տեսարաններ, գույներով, որոնք սացած լաքը թաքցրել էր սերունդներ շարունակ։ Դամբարանը բաց էր հանրության համար սահմանափակ ժամերին։ Սրբապատկերները, ավետարանները, բաժակը, զգեստները, ամեն ինչ վերադարձվեց իր սկզբնական խորշը, որն այժմ պաշտպանված էր ապակիով, բավարար լուսավորությամբ, հսկողությամբ։ Հայր Ալեքսեյի նամակները վերծանվեցին, հրատարակվեցին, դարձան պարտադիր ընթերցանյութ տարածաշրջանի դպրոցներում։ Լուսանկարները թվայնացվեցին, վերականգնելով դեմքերն ու անունները այն համայնքին, որոնք ժամանակը գրեթե ջնջել էր։ Եվ ծխական գրառումները լրացրին այն բացերը, որոնք տեղի պատմաբանները տասնամյակներ շարունակ փորձում էին լրացնել։ Ծնունդներ, ամուսնություններ, մահեր։ Փաստագրական ապացույցներ, որ այդ վայրը գոյություն է ունեցել, տատանվել է, նշանակություն է ունեցել։ Լենայի մայրը մի անգամ հայտնվեց։ Նա ոչ մեկին չզգուշացրեց։ Նա պարզապես այնտեղ էր, եկեղեցու բակում, կանգնած փոքրիկ գերեզմանատան խաչերի մեջ, հագած հին վերարկու կարմրած աչքերով։ Լենան նրան տեսավ սրբարանի պատուհանից գրեթե 1 րոպե անշարժ կանգնեց, նախքան հեռանալը։ Նա իջավ աստիճաններով։ Նա քայլեց քարե արահետով։ Նա կանգ առավ մորից 2 մետր հեռավորության վրա։ Ռայսան նայում էր խաչերին, կարծես ինչ-որ բան էր փնտրում։ Ես այստեղ չեմ եկել ինչ-որ բան խնդրելու, ասաց նա, առանց աչքերը բարձրացնելու։ Գիտեմ։ Ես եկա, որովհետև պետք էր տեսնել, թե ինչ արեցիր։ Եվ ինչ եք կարծում։ Ռայսան վերջապես նայեց դստերը։ Իր ետում գտնվող մատուռին։ Վիտրաժներին։ Նոր տանիքին։ Երկնքի ֆոնին ուրվագծված զանգակատանը։ Կարծում եմ, դու արեցիր մի բան, որի համար ես երբեք համարձակություն չունեցա։ Ինչ։ Կանգնել։ Երկուսը լուռ մնացին մի որոշ ժամանակ, որը նրանցից ոչ մեկը չէր կարող չափել։ Ապա Ռայսան հարցրեց. Կարող եմ ներս մտնել։ Նա կարող է։ Նրանք միասին մտան։ Ռայսան դանդաղ քայլում էր միջանցքով, դիպչելով նստարաններին, նայելով վիտրաժներին, կանգ առնելով խորանի առջ։ Երբ նա տեսավ դամբարանի բաց դուռը, նայեց Լենային։ Ամեն ինչ այդտեղ էր։ Այո։ Այս ամբողջ ընթացքում թաքնված է եղել։ Այս ամբողջ ընթացքում։ Ռայսան երկար ժամանակ կանգնած էր դամբարանի դռան առջ։ Երբեմն ամենակարևոր բաները մնում են թաքնված, որովհետև ոչ ոք չունի դուռը բացելու համարձակությունը։ Լենան չպատասխանեց։ Նա կարիք չուներ։ Ռայսան հեռացավ ուշ կեսօրին։ Դրամատիկ հաշտեցում չկար։ Մելոդրամատիկ գրկախառնություն չկար։ Կային միայն 2 կին, որոնք շատ դանդաղ սկսեցին ընդունել, որ անցյալը չի կարող չեղարկվել, բայց գուցե կարելի էր դրան դեմ առ դեմ նայել, առանց որևէ մեկի փլուզման։ Մի աշնանային երեկո, գնումից գրեթե 3 տարի անց, Լենան նստեց խորանին ամենամոտ նստարանին։ Մատուռը լուռ էր։ Մոմերը մեղմորեն թարթում էին։ Լույսը թափանցում էր նոր վիտրաժային պատուհանների միջով, քարե հատակը ներկելով կապույտի սաթի երանգներով։ Նա մտածեց հյուրանոցի պահեստի մասին։ Ավտոբուսի կայարանի նստարանին։ Ճամպրուկը հարվածում էր ոտքս։ Հոր ապտակի մեջ։ Մոր հայացքի մեջ, որը հարված էր գետնին։ 87 ռուբլի։ Այն գովազդում, որը ոչ ոք չէր ուզում։ Կորացած երկաթե խաչով ժանգոտած դռան վրա։
Խորանի ետի նախագծում։ Քարե աստիճանների վրա, որոնք իջնում էին խավարի մեջ։ Հայր Ալեքսեյի դեմքով, որին նա երբեք չէր տեսել, բայց որին ամեն գիշեր պատկերացնում էր, նստած նույն դամբարանում, նամակներ գրելով մեկին, ում, իր կարծիքով, կհայտնվի։ Եվ նա հայտնվեց։ Ոչ թե որովհետև նա յուրահատուկ էր։ Ոչ թե որովհետև նա անսովոր քաջ էր։ Այլ որովհետև նա ուրիշ տեղ չուներ գնալու, միակ վայրը, որը կարող էր նրան ընդունել, մի մատուռ էր, որը ոչ ոք չէր ուզում։ Նա չէր հավատում Աստծուն այն օրը, երբ գնեց այդ տունը։ Հիմա նստած այնտեղ, մոմերի ոսկեգույն մթնշաղի մեջ, չգիտեի, դեռ հավատում եմ, թե ոչ։ Գուցե երբեք էլ հաստատ չեմ իմանա։ Բայց ես հավատում էի դռներին։ Ես հավատում էի, որ որոշ դռներ փակ են մնում ոչ թե այն պատճառով, որ դրանց հետում թաքնվածը կարևոր չէ, այլ որովհետև ոչ ոք դեռս բավականաչափ հուսահատ կամ բավականաչափ քաջ կամ բավականաչափ միայնակ չի եղել դրանք բացելու համար։ Ես հավատում էի, որ ավերակները վերջ չեն։ Դրանք սկիզբներ են, որոնք դեռ չեն գտել ճիշտ մարդուն։ Եվ նա հավատում էր այնպիսի վստահությամբ, որը ոչ խորանի, ոչ էլ քարոզի կարիք ուներ, որ հայր Ալեքսեյը, որտեղ էլ որ լիներ, կիմանա, որ իր նամակները հասել են։ Դրսում քամին անցնում էր դատարկ զանգակատան միջով, արձակելով ցածր, գրեթե երաժշտական ձայն, կարծես մատուռն ինքը երգում էր գիշերվա համար։ Եվ Լենան մնաց այնտեղ իր ընտրած լռության մեջ, իր սեփական ձեռքերով ու համառությամբ կառուցած վայրում, լսելով այն տանը, որը ապաստան էր տվել իրեն, երբ աշխարհը մերժում էր։ Նա մնաց մինչ մոմերը մարեցին։ Ապա նա վառեց մյուսները։